Այս դեսերտի համը սիրելիներս երբեք չեք մոռանալու։ Ունեմ թխվածքաբլիթներ, դառը շոկոլադ և դեղց, բաժանած երկու մասի։ Բարի օր ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ պատրաստեմ ձեզ համար անուշահամ դեսերտ, որպեսզի ճաշից հետո օգտվենք մեր դեսերտից ու խմենք մեկ բաժան սուրճ։ Այժմ դատարկելու եմ դեղցերի միջնամասը, մանրացնում եմ տանակով դառը շոկոլադը, մանրացնում եմ նաև թխվածքաբլիթները, հիմա մանրացնում եմ նաև դեղցի միջուկը, որը հեռացրեցի դեղցի միջից։ Այժմ խառնում եմ շոկոլադը, թխվածքաբլիթը և դեղցի միջուկը միասին։ Պատրաստում եմ խույս։ Այժմ սիրելիներս մի լավ խառնելուց հետո լցոնում եմ դեղցերը և դեղցերի վերնամասում լցնում եմ մի քիչ թխվածքաբլիթի փոշիից։ Փորձելու եմ սիրելիներս մի գլանակ պաղպաղակով։ Հիմա կհամտեսեմ ու ձեզ կասեմ ինչպիսի համ ունի մեր դեսերտը այսօր, որ պատրաստեցինք թարմը դեղցով։ Սիրելիներս, համեղություն, անմահություն պատրաստեք և անուշարեք։ Ամեն ինչը ոնց որ իրար համած ծնված լինեին։ Եթե ցանկանում եք ավելի քաղցր, բայց դե պաղպաղակը քաղցրություն է տալիս, ուրեմն ավելացրեք միջուկի վրա շաքարավազ, բայց պաղպաղակով պետք է ուտեք, որ ավելի անուշ լինի, ավելի համեղ լինի սիրելիներս։ Ես վերցրել եմ վանիլինի պաղպաղակ։ Եթե դուք ինչ ձևի պաղպաղակ սիրում եք, կարող եք վերցնել։ Սիրում եմ ձեզ սիրելիներս, միշտ եղեք ակտիվ։ Սիրելիներս, ձեր սրտիկները չեմ տեսնում, որտեղ են ռոզատատիկի համար պահված ձեր սրտիկները։ Շատ պասիվ են սրտիկները, սիրելիներս, ու այնպես պետք է անեք, որ ռոզատատիկին միշտ տեսնեք։ Եթե սրտիկները չլինի, ռոզատատիկն էլ չի լինի։ Սիրում եմ ձեզ։